Բարի լույս Հայր ջան, մի քանի գենետիկ դեբիլներ կան, այդ զոմբիները, այո գենետիկ դեբիլ են, որովհետև դրանց փոխել չեն կարող, դրանք բոլոր հասարակություններում կան, ցավոք սրտի մեր մոտ դրանց բուծեցին, Քորլևոնը եւ իր թիմը, եւ ահա մենք տեսնում ենք դա Կոկոլի կողքին, Նոլդու Փաշինյանի կողքին, եւ այս ողորմելիների ոհմակը, ով, չգիտեմ, մի քանի շաբաթ առաջ շատ ոգևորվել էր եւ ծափեր տալիս, թե ինչպես իրենց փնթին անատամը իր պապայի Ալիևի եւ Էրդողանի հիմա էլ Թրամփի կողքին այսպես շատ ուրախացած թե խաղաղության պայմանագիր են կնքել եւ մի քանի ուրեմն պարվաբոզեր էլ ծափ էին տալիս թե վերջ ապրում ենք խաղաղության մեջ, ընդհանրեն հիշեցնեմ, այն Թրամփը, որը ընտրվելուց առաջ եւ քարոզարշավի ժամանակ ասում էր, որ երբ ես ընտրվեմ Ուկրաինայի պատերազմը 24 ժամում կկանգնի, այդպես էլ չեղավ, դեռ ավելի սաստկացավ։ Ցավոք սրտի Ուկրաինան կորցնում է ավելի շատ տարածքներ եւ ունի ավելի շատ զոհեր։ Այն Թրամփը, որ ուզում է խաղաղության մրցանակ, նույնիսկ չիմանալով թե որ երկրի հետ գործ ունի, մեկ Ալբանիա ենք, մեկ Կամբոջա ենք, մեկ չգիտեմ Աբաբաջան ենք եւ այլն, այդ նույն Թրամփը որոշեց, որ պետք է Գազայում, Պաղեստինում նույնպես լինի խաղաղություն։ Եվ ահա ստորագրելուց հետո, որտեղ այսպես հիացած իրենով, այդ հիմարը, այդ տխմարը, մենք տեսանք, որ երեք ինչպես նորից ուրեմն սիոնիստական ռեժիմը հայ ժողովրդի նույնպես թշնամի մեծ թշնամի հրյաները ուրեմն կրակեցին Ռաֆայի վրա եւ փակեցին ճանապարհը, որպեսզի հումանիտար օգնություն չգնա Գազա։ Սա է նրանց ստորագրածը։ Իրենք ստորագրեցին, իրենք այդ ստորագրության վրա թքեցին։ Հիմա հարց եմ տալիս քեզ հայ ժողովուրդ, այդ ինչի վրա էիք ուրախանում։ Իհարկե հայ ժողովրդին հենց հայ ժողովուրդը դա շատ լավ գիտի, որ այդտեղ ուրախանալու ոչ մի բան չկա։ Ինչ գործ ունի մեկը գա իմ երկիր եւ ասի իմ անունով պետք է ուղի լինի այստեղ։ Քանի երկիր են մեր հարևան երկրներից կամ այլտեղ մեզ ճանապարհ տվել բուֆերային, որպեսզի հայերը գնան գան։ Ինչու Վրաստանը բուֆերային ճանապարհ չի տալիս Հայաստանի, որ գնան Ռուսաստան։ Իսկ ինչու ձեր սիրելի Ադրբեջանը չի տալիս, որպեսզի գնան Ռուսաստան եւ գան եւ խնդիրներ չունենան։ Մի ժողովուրդ, որը տերերը փնտրում, այդպես էլ մնալու է անտեր։ Ուշքի եկեք, այդ թղթի կտորները, որ ստորագրում են, դրանք գործնականում ոչ մի արժեք չունեն։ Արժեք ունի միայն այն ազգը, որը տեր է կանգնում իր ինքնությանը։ Եկեք միասին տեր լինենք մեր երկրին եւ թքենք բոլոր նման տերերի վրա, որտեղ մեր տերը մենք ենք։